Օգոստոսյան ջայմ ողջուններս եմ ձեզ փոխանցում այսօր։ Սիրելի հետևորդներ ջան, երեկոյան ժամերն եմ ուտենում։ Նոր եմ տուն մտել, նստել եմ այստեղ և հիանում եմ կանացի երջանկության ծաղկի տեսքով, որը երեկվանից այս կողմ ամբողջապես դեռ չի բացվել։ Հրաշք տեսք ունի, զարմանալի կառուցվածք։ Ասում են այս ծաղիկը երջանկություն է բերում։ Նայենք, ժպտանք և երջանիկ զգանք մեզ։ Եթե չունեք, կարող եք ձեռք բերել և աճեցնել։ Ինքը շատ երկար է ուրախացնում մեզ, երկար է ժպտում։ Առասպելական այդ խոսքերը թող որ իրականություն լինի և բոլորս էլ մեզ երջանիկ զգանք։ Օգոստոս ամիսը, որ նոր է սկսվել, ասում են ամենաշոգ ամիսն է ամառվա։ Թող որ բոլորիս ջերմություն բերի, սեր ու երջանկություն բերի օգոստոս ամիսը։ Աշխատանքից նոր եմ տուն եկել, մի քիչ շունչ քաշեցի, ավերիս կերակրեցի և եկել եմ կոֆե եմ եփում։ Արդեն եփեց, սիրելի հետևորդներ ջան, դրսում ենք խմելու, անջատեմ, բաժակն էլ դնեմ վրան, այսենց, քոթուկների մոտ, գնացինք։ Օպա, հասանք տեղ, այստեղ, ամրացնեմ տեսախցիկը և ձեզ միանամ։ Ես տեղավորվեցի, կոֆես լցնեմ, այս ինչքան գոլորշի ա գնացել, գոլորշին խշտշոցները կորցնում եմ։ Ուրեմն ես իմ կոֆեն շատ արագի մեջ խմեցի, համ սրտով էի ուզում, համ այդ պահին ինչ-որ զրուցելը չէր ստացվում, քանի որ շուրջս եմ նայում և ամենուր սև մոշերն են շողշողում։ Ասեցի թող որ ամեն բան հաճելի լինի, առանց երկար բարակ զրուցելու, կոֆես խմեցի և աչքս էս կողմ էր, մյուս կողմն էլ ա, այն մյուս կողմն էլ ա, հիմա մոտեցել եմ, որ ցույց տամ ձեզ, տեսնեք, թե ես ինչքան ընտիր բերքահավաք եմ անելու, փայլփլում են, ամենուր հասունացել ա։ Ես էլ չուզեցի, որ սուրճի բաժակը ձեռքիս, երկար բարակ զրուցեմ, ժամանակ վատնեմ, գործերը շատ են, մրգերը հասունացել են, ապա մի տեսեք, առատ բերքահավաք է սպասվում, սիրելի հետևորդներ ջան, վերևում խաղողներն են, նրանց էլ պիտի դեղսերը զգեմ, իջել եմ այդ ներքևի այգեգործական խանութը, դեղ եմ վերցրել, պահի տակ, երբ որ կոֆեն եփեցի և ասեցի գնում ենք կոֆե խմելու, այդ ընթացքում ինքս ինձ հարց տվեցի, այ Անուշկա, ժամանակը թռչում ա, կոֆե չուտ-չուտ խմի, համ գործ կանես, համ կզրուցես, կա չէ որ մեր ներսի եսը հաղթում ա, այս անգամ իմ ներսի եսը հաղթեց և ես իմ կոֆեն արագ խմեցի, որ այս ընտիր մոշերը քաղեմ, մի խոսքով բերքահավաք եմ անելու, այս ամենի հետ էլ, սիրելի հետևորդներ ջան, թուզն էլ ա հասունացել, պիտի թուզն էլ քաղեմ, ես պատրաստվեմ, մի հատ էլ հիանանք մեր սիրուն սարը ձորերով, սիրուն պատկերասրահով, այս շամի համար այս տեսքն է ընդունել և ամեն անգամ տարբեր ժամերի ձևափոխվում է և ամեն անգամ սիրուն ներկայանում ա մեզ բոլորիս։ Արդեն ամանը վերցրել եմ, որ սկսեմ մոշերը քաղել, սիրելի հետևորդներ ջան, այստեղ էլ են աչքով անում, մի հատ այս կողմի վրա թեքվեմ, որպեսզի ձեզ էլ աչքով անի և մոտեցնեմ, խնդրեմ, ավելի են համովածել, սկսեմ քաղել,
գործը սկսեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ այսօր վարպետը չի եկել ամբողջ օրը։ Մարդ գործեր ուներ, իր գործերով էր։ Վաղվանից նորից կսկսենք իմ առանձնատան շինարարությունը։ Իսկ հիմա բերքահավաք սկսեմ։ Ես ինչ լավն էր։ Անաշխատել ա գալիս։ Խաղեմ, որ հասցնեմ, թուզն էլ խաղեմ, հասցնեմ նաև խաղողի վազերի բուժումը անել։ Ջութերով կախվել են։ Դույլիկը զբաղված էր, այս ամանը բերեցի։ Չնայած որ դույլիկով շատ հեշտ եմ լինում։ Այդ տիպի դույլիկներ եմ միշտ ունենում։ Յուղի ամաններն են, դե գիտեք։ Հետո, որ տաթևս գալիս է, այդ ամանները նաև շատ հարմար է, ինչ-որ մի բան լցնել և տեղափոխելու համար։ Լավն է, խոտերի մեջ գլորվեց, լավն է։ Այ, եթե այսօր էլ չքաղեի, չէ, արդեն ինքն իրանով կթափվի։ Լավն է, շատ լավն է։ Տեսնեք կախվածները, հագուստս էլ չեմ փոխել, անմիջապես հավերին ցորեն եմ տվել, ջուրը կար, դրսի կողմից ցորենը տվեցի, էլ շատ խորքերը չգնացի, կանաչել կար, կանաչել տվեցի, պատրաստ ունեի, իրանց կողմից հանգիստ եմ, ապահով են, ծունել երեկոյան ժամերին կհավաքեմ, Այն օրվա նման էլի շողշողում էին մեծ ձվերը, կարմիր ու սպիտակ, մի տեսակ վարդագույն իրանց կեղևը։ Ժամերը թրջում են, օրերը կարճանում են արդեն, սիրելի հետևորդներ ջան։ Եվ պետք ամեն մի րոպեն խնայողաբար օգտագործենք, չէ՞։ Հատկապես բերքահավաքի շրջանում չպետք է թողնենք, որ ամբողջ տարվա աշխատանքը ինքն իրանով թափվի գնա։ Այս կողմը էլ չկա, որ խորքերում է ստեղ, դե որ փուշ չկա, հանգիստ կարողանում եմ էլի ձեռս տանեմ մինչև խորքերը։ Բայց այն կողքը թողել եմ, այ այս կողմից երևաց, հեսա։ Համել պետք է մշակեմ, այսօր խաղում եմ, չէ, արդեն այս ճյուղերը դատարկվում է, պետք է էդի մկրատով կտրեմ, հեռացնեմ, թուփը թարմանա։ Ուզում եմ այս կողմինը ձեր հետ խաղել, այսենց մոտեցնել և ցույց տալ այս ջութը։ Սրա տրամագիծը հիմա խաղեմ։ Հետո սրանց։ Արի։ Այս ներքևն էլ է, այսօր է հասել այս ջութը, լավ,
Էս ինչ լավներ։ Ձեզ եմ փոխանցում, սիրելի հետևորդներ ջան, օդային։ Այս կապույտ գույնը, որ տեսնում եք տերևի վրա, խաղողի վազերին, որ գիրուժան գառեմ սրսկել, դրանից, հա։ Դա իրան չի վնասում։ Հիմա քաղեմ։ Հիմա էլ այս կողմին առաջ քաղեցի, քանի որ էլի պետքա դեղ սրսկեմ իմ խաղողի վազերին, ապահով պահել, որ առողջ ողկույզներ մեծանան, հասունանան։ Այս մեկն էլ քաղեմ, հա։ Այս թաքնված են ստեղ ընտեղ։ Այս կամ։ Այս է, որ ձեզ միացա, որ թվա թե դուք եք քաղում։ Ես գիտեմ ինչ զգացողություններ են արդյունանում, սիրելի հետևորդներ ջան։ Քանի որ մենք հայերս նման գործեր շատ ենք անում, անգամ եթե այս պահին քաղաքներում եք ապրում, ապա հաստատ գիտեմ, ձեզնից շատերը տարիներ առաջ գնացել են հեռուսարեր, սար ձորերից մուշ են քաղել։ Այդ ապրումները, այդ հիշողությունները, այս եղանակով ես ուզեցի ձեզ բերել։ Ասպես, այս մի թեմ լիքնել։ Եվ այս կողմը։ Այս կողմը վերջացնեմ արդեն կգնամ այն քարու քարափների մոտ։ Մի հատ քաղածս ցույց տամ, ես ճոգը սենց իջացնեմ։ Այ այսքան քաղել եմ արդեն, ամանը լցվել է։ Մնացել է 2 ճուտ։ Հիմա այս ամանը ցած եմ դնում, որ կարենամ հանգիստ քաղեմ։ Այստեղ քար ու քարափա։ Այսպես։ Ապտեղ շատ լավ է։ Այս էլ է դեորներ ջան, շոքա, տոթա, հովը դեր չի ընկել, բայց ժամը 7-ն անցա։ Բայց չեք ասում, Անուշկան, ես ինչի իրա շորերը չփոխեց, նոր աղոբաղ չի գործեր արավ։ Այսօրվանից արձակուրդ եմ, սիրելի հետևորդներ ջան, որ դպրոցական երեխեքը արձակուրդ են լինում, հետո վերջի օրով իրանց դպրոցի շորերը չեն փոխում, չէ, շորը ակոշիկա չեն փոխում, մեկա գիտեն սեպտեմբերին էլի մաման ու պապան առնելու են, ես թենց արի այսօրվանից արձակուրդ սնվայելելու արդեն, մի ամիս արձակուրդ եմ լինելու, սիրելի հետևորդներ ջան, մի անգամից եկա սկսեցի մոշը քաղել, դե ես էլ նենց գործա, որ թենց ինչ-որ շատ կարևոր էլ չի, որ հագուստ փոխվի բան, բայց թե ամեն դեպքում, այն մեկ ընկավ ձեռիցս, շատ են հասունացել, շատ ընտիրա, այս ճյուղը չի մնա, քանի որ ինքը այս կողմի վրա է թեքված, ուզում է այս ճութը բարձրացնեմ, տեսնեք, այ, երևում է, չէ, այս պահեմ սենց ուսով պահեմ, այս սենց ու ձեր հետ քաղեմ, այս մեկն է մնացել ու ավարտեցի մոշ քաղելը, հետո մի քիչ կարամ նստեմ ու նոր այդ տեղը կսարքեմ խաղողի վազի բուժման համար, ոնց որ այստեղ մեկը տեսա, վերջ, մեր քաղաքը մոշի, հիմա սիրել հետևորդներ ջան, գնամ են կողմ և նորից ձեզ միանամ, շատ եք հարցնում, սիրել հետևորդներ ջան, անցած վլոգի մեջ ասեցի, որ հետ հաշվարկի մեջ ենք, որ ասում ենք 10, 9, 8, 7, այ այդ հաշվարկի մեջ ենք, սիրելի հետևորդներ ջան, շնորհակալ եմ բոլորի ձեր ուշադրության համար, որ սպասում եք իմ երեխաներին, իմ ընտանիքին, իմ թոռներին, բոլորիդ անչափ շնորհակալ եմ ձեր տված ջերմության համար։ Հիմա այս պիտի էլի տանեմ սառնարան, քանի որ սրանից ավելի կարևոր է խաղողի վազերի բուժումը,
Սա սառնանում կդիմանա, թուզը այսօր չեմ հասցնի քաղեմ, թուզն էլ մի քիչ կդիմանա, դե արձակուրդի մեջ եմ արդեն, առավոտ շուտ վեր կկենամ ու կսկսեմ թուզը քաղել, վարպետն էլ ա գալու, վարպետն իր գործը կանի, ես էլ իմ գործը կանեմ, այստեղ մի հատ տեղերը ցույց տամ, հետո դե գիտեք էլի ոնց եմ լցնում, ոնց եմ սրսկում, այդ գործողությունները գիտեք ոնց եմ անում եւ այս տեղերը ցույց տամ, որից հետո ես կանեմ այդ բուժումը ոչ միայն խաղողի վազերին, այլև վարունգ պամիդորի համար եմ տեղ բերել, քանի որ այս տոթը դե որ մենք ասում ենք շունչներս կտրվում ա, օդ չկա շնչելու, մի բաժակ սառը ջուր ենք խմում եւ այլն, բույսերն էլ բուժում են պահանջում, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն այս մեջ շշերի մեջ իրանք սենց են էլի սպասարկում, այս 3 տեղը խաղողի վազերի համար ա, քանի որ պետք է այս շրջանի համար, այս էլ 2 տեղա փոշի տեղա, քանի որ սենց թենենց ես պետք է խառնեի, ասեցի մի տեղ լցրեք, այս էլ վարունգ պամիդորի համար է, ես այս բուժումները պիտի անեմ, դե նորից եմ ասում, արդեն գիտեք թե ինչ եղանակով, ուղղակի ուզում եմ վլոգիս մեջ տեղ թողնեմ եւ ձեզ կմիանամ վաղն առավոտյան, սիրելի հետևորդներ ջան, կշարունակեմ այս վլոգը, առայժմ մինչ վաղը, ես զբաղվեմ իմ գործերով, որը շատ կարևոր է այս ժամի համար։ Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ խոստացել էի ձեզ եմ միացել հաջորդ օրը, վաղ առավոտյան ժամերն են, սա առաջի կոֆեն է, վարպետն էլ ա եկել և 2 հատ կոֆե եմ եփում, նաև պիտի հյուրասիրություն անեմ, այն խմորեղենները, որ ես ստացել եմ, կկտրեմ և հյուրասիրություն կանեմ, վարպետի գործը այսօր շատ քիչ է, այդ գործը կանի, կգնա, որ ես էլ մի քիչ հանգիստ զգամ ինձ, հետո նոր ձեզ կմիանամ, մինչև կոֆեն կեփի ես մոտեցնեմ, կաթան պիտի կտրեմ և փախլավան պիտի տեղավորեմ ափսեի մեջ, հյուրասիրություն անեմ, ջազվայի ոչ կտոտեմ ես կոմ ինչ խանգարի, սառնանում էի պահել, հենց այսպես փախլավան, հենց այսպես եմ պահել, կաթայի մի կտորի ձեզ համտեսել եմ և շատ համոված, սիրելի հետևորդներ ջան, մյուս կեսը ամբողջական մնում է, հիմա կտրեմ, քանի որ չգիտեմ ես խմորեղենի բնավորությունը, թե հաջորդ օրը փշրվում է, թե ոչ, չնայած այդքան երկար ճանապարհ է եկել, բայց ոնց որ լավ էլ կտրվեց, հատկապես սղոց տանակը, նման դեպքերում լավ է, ինքը շերտավոր գաթա է, սիրելի հետևորդներ ջան, այստեղ շերտերը զգացվում է, մոտեցնեմ, խորիզով, անուշաբույր, անուշահամ խորիզով գաթա է, շատ ինձ դուր եկավ, և նորից շնորհակալություն տիկին համեստին։ Այսպես, և սիրուն ափսեի մեջ կդասավորեմ արդեն։ Էլ չեմ ուզում մանրացնել, սիրելի հետևորդներ ջան, այսպես ավելի ճոխան։ Հիմա փախլավան հանեմ և կողքովի դասավորեմ, այստեղից պիտի հանեմ, պիտի ափսե բերեմ։ Այս ափսեն շատ եմ սիրում և այստեղ կդասավորեմ։ Բացեմ փախլավան։ Մի հատ էլ այսպես մոտեցնեմ ափսեն, ահա
այս տեսքն ունի գավառի փախլավան և գավառի շերտավոր գաթան։ Հատկապես երկար ճանապարհից հետո։ Կոֆեն շուտով կեփվի։ Եկավ։ Այս էլ մեր կոֆեն։ Դրսում եք նստելու։ Ես գնացի։ Կոֆեն վայելել ենք, վարպետը գործ է անում։ Ես էլ նստեցի ստեղ և հիանում եմ իմ ծաղիկներով։ Ուզեցի ձեզ էլ փոխանցել։ Կանացի երջանկությունը շատ դանդաղ է բացվում և առանձնահատուկ տեսք ունի։ Մոտեցնեմ, թվում է, թե մոմից է սարքած։ Աստված շատ լավ է քանդակել։ Իսկ այստեղ իսպանուհիներն են ժպտում, այն սոխուկները, որ նվեր էի ստացել Իսպանիայից, քանի որ շատ են, բոլորին մեկ անուն եմ դրել՝ իսպանուհիներ։ Ահա խնդրեմ, Գեորգինան երկրորդ ծաղիկն ա բացվել։ Իսպանուհի է։ Այստեղ մյուս իսպանուհուն մոտենանք, սրել հետևորդներ ջան, այս հրաշքին։ Հետաքրքիր է, վերևի թերթիկը մի քիչ ներսի վրա է անկած, ոնց որ թե թաքցնում է իր սրտի գեղեցկությունը։ Միշտ էլ հենց ա չէ, մարդիկ էլ, որ հոգով սրտով հարուստ են լինում, չեն պարծենում։ Մյուս իսպանուհին, ահա այստեղ, գլխիկոր, յուրահատուկ։ Այսօր երկու հատ են բացվել, երկու իսպանուհի, մոտեցնեմ, իր լայն բացվածքով, սրտաբուխ, այն սիրտը բաց մարդկանց նման է այս մի գեղեցկուհին։ Ամեն ինչին եթե լավ աչքերով ենք նայում, ամեն ինչի մեջ լավն ենք տեսնում, լինում ենք լավատես, դա մեր հոգու և սրտի վրա լավ է անդրադառնում։ Դե գիտեք, որ ես ինքս էլ շատ ծաղիկներ ունեմ, իմ սպիտակ զանգակները փառթամորեն ծաղկել են այստեղ։ Մյուսներն էլ են լավ վիճակում, սիրելի հետևորդներ ջան, բայց հիմա արդեն վարպետը պիտի գործանի, ես չխանգարեմ։ Հիացանք գեղեցկուհիներով։ Գնամ ես էլ տանը մի քիչ գործեր անեմ, հետո ձեզ կմիանամ։ Ես ինչքան են ծանրությունից թեքվել, Գեորգինաները սառատորեն կոկո մածու ծաղկած են, սիրելի հետևորդներ ջան, ես մեկն էլ կոկեմ, դառնա 17։ Կարճ պոչով, երկար պոչով, այս քնքուշներին քաղել եմ, որ տուն տանեմ։ Շատ կա դեռ թփերի վրա ծաղկած, մի քանի գույնի, Գեորգինաներ ունեմ, դե գիտեք, ինչքան սիրուն փունջ ա ստացվել։ Ձեզ էլ հիացնեմ, մոտեցնելով, ահա։ Իմ սենյակը կսիրունացնի։ Վարպետին ճանապարհելուց հետո, տան գործերն անելուց հետո եկել եմ Բախչեն եմ մտել։ Մի վեդրո թուզ եմ քաղել, կարմիր տեսակի թուզ եմ քաղել, այս մեկը սպիտակ տեսակն է, սիրելի հետևորդներ ջան։ Այն կողքերին մի ծառ ունենք, մեկը մեծ է, այսինքն մի քանի հատ ունեմ, այն մնացածը դե որ շատացրել եմ, նրանք դեռ բերքի տակ չեն։ Այդ մեծից մի վեդրո թուզ եմ քաղել, սա թզի ծաղիկն է։ Եվ այնքան լավն է, մեղրածոր, այդ կողքն եմ դրել, ասեցի, որպեսզի մի քիչ այդ հոգնածությունս անցնի, ծաղիկներ քաղեմ, ծաղիկներ քաղելով զբաղվեմ, հոգնածությունս կանցնի ու նոր ձեզ կմիանամ։ Շատ լավ է, թող գործերը շատ լինեն, մենք էլ առողջ լինենք ու այդ գործերը սիրով կատարենք, եթե սիրով ենք կատարում, այ հիմա որ ես հոգնել էի, ասեցի լավ, դե ուրեմն ծաղիկներ կքաղեմ, հոգնածությունս կանցնի
Եվ ես բարձր տրամադրությունը ձեզ եմ փոխանցում, սիրելի հետևորդներ ջան, ձեզ էլ տրամադրում եմ, քանի որ տարվա այն շրջանն է, որ բերքահավաք ենք անում, այս շոքին, այս տոթին եւ երբեմն էլ հոգնածությունից էլ չենք ուզում անել։ Ծաղիկը համարյա թե կվերջանա, հետո կգարթեն հիմնական բերքը։ Հիմա ծաղիկները ստանեմ են կողմ, Պետրոյի թուզն է ցույց տամ, կարմիր խոշոր թուզը, տեսախցիկն էլ կպտտեմ ու կսկսեմ հենց այն կողմից, որ թե այն կողմից առաջի ծառ, թե մյուս կողմից առաջի ծառ, ըստեղ 4 հատ բերքի տակ սպիտակ թուզ ունեմ, սպիտակ տեսակի։ Այս մի հատը պոկեցի, որ ծտերը կցահարել են։ Մի հատ միջուկը ցույց տամ։ Մլակը վրա է տվել, մորմոնջը վրա է տվել, քաղցրի վրա սաղ եկել են, հավաքվել են։ Այս կտամ իմ հավերին։ Ստեղ ցած դնեմ, ծաղկե փունջսել, ստեղ մի սիրուն ապահով տեղ դնեմ խոտերի վրա։ Հետո սկսեմ այս մի թուզն էլ քաղել։ Նախքան քաղելը ցույց տամ կարմիր տեսակի թուզը։ Բարձրացնեմ եւ ցույց տամ կարմիր տեսակի թուզը, խոշոր։ Սրանց մեջ էլ կա, որ ծտերը վրա են տվել, կցահարել են, այս կարմիր տեսակի թուզն է, ահա։ Ու սենց պոչով արդեն լավ հասած։ Երբ որ թուզը դուք ուրիշ երկրներում գնում եւ վայելում եք, սիրելի հետևորդներ ջան, եւ համը այն չի լինում, բոլորդ էլ երևի կիմանաք, որ թուզը խակ են քաղում, որտեղ հասնի, ճանապարհ գնա, բայց մենք այստեղ Հայաստանում արդեն հասունացած ենք քաղում, որ տեղը տեղ են լինի։ Այստեղ էլ, եթե ուզում ենք վաճառել, էլի մի քիչ խակոտ ենք քաղում, որ վաճառողը մինչև շուկա հասցնի, ինքը վնաս չանի, եւ կարելի ասել քաղաքի մարդիկ նույնպես այն համը չեն տեսնում, ինչ որ ասենք գյուղացին եւ ես արդեն ծառի վրից ողկում ենք անուշահամ արևի ջերմությունից հասունացած թզերը։ Այդպես է, աշխարհը տենց է, ինչ կարանք անենք։ Մի ճանապարհ գտնում ենք, մի ձև գտնում ենք, որ ասենք բոլորին էլ հասնի, նայած թե ինչ վիճակում, գոնե աչքները տեսնում է, չէ։ Ես ձեզ լավ եմ հասկանում, քանի որ գիտեք, որ իմ ընտանիքն էլ հեռուներում է եւ նույն վիճակը իրանց մոտ է եւ նույն համը իրանք են, որ չեն ստանում հայրենիքի համն ու հոտը։ Իսա կգան էլի, հաշված օրեր ամնացել։ Սկսեմ քաղել։ Այսինքն խոշոր է։ Հիմա ես սենց պետք է նայեմ ուշադիր, որ այդ շատ խակերը չքաղեմ, քաղցրանամ ու նոր քաղեմ։ Ինքը մի քիչ սպիտակին է խփում, որ լավ հասածալնում, մի քիչ սպիտակին է խփում, այ օրինակ այս մեկը, սենց պահեմ, մոտեցնեմ, հիմա կարմիր թուզն էլ մոտեցնեմ, որպեսզի տարբերությունը ձեր համար ավելի լավ հասկանալի լինի, երկու հատ բերեմ, սիրելի հետևորդներ ջան, սա կարմիր թուզն է, սա սպիտակը եւ կարմիրը եւ էլի սպիտակը, այսպես է, ինչքան որ կտեղավորվի ստեղ վեդրոյի վրա, քաղեմ այս սպիտակ թուզը, այս էլ քաղեմ թե, այս մեկն է, լեն մեկը վաղը, ասենք եթե քաղեմ, հիմա էլ կքաղեմ, բայց մի քիչ պինդ է, էլի, մի քիչ քաղցրանալու տեղ ունի։ Մեկը որ իմ աչքի առաջ է, էս էլ հեսա, մի քիչ չորու կա, կթողնեմ կքաղցրանա։ Տեղը ստուգեմ, մեկը լավ է, կողքինն էլ նայեմ, էս էլ եմ քաղում, ահա։ Ստեղ չկա, ստեղ նայեմ, ստուգեմ, շատ թույլ կպչում եմ, որպեսզի չորը,
Այն կողմն էլ կա, այս աճողը քաշը։ Ճանապերհնված, երկով, 60, հեսա, ես մեկը նայել էի, իսա նայել հնարավոր ինձ պետք անենց պոկում, որ պոչը հետը սիրուն պոկվի, կաթը գնում արդեն։ Գիտեք չէ, որ այս կաթը նույնպես բուժիչ հատկություններ ունի, երկրներ կան, որ հավաքում են։ Ես մեկը մի քիչ կասկածեցի, բայց թողնեմ, առավոտ շուտ կքաղեմ։ Մեկը արձակուրդեմ, արդեն տանն եմ։ Դե որ արձակուրդից խոսք ընկավ նորից, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ երեկվանից արձակուրդ եմ եւ այլում եմ արդեն իմ արձակուրդը եւ ավելի շատ կզբաղվեմ իմ բաղ ու բախչի գործերով, իմ տան գործերով, իմ առանձնատան շինարարությունով, որ առաջ է գնում եւ դրանից ինձ լավ եմ զգում։ Եկեք ամեն ինչի մասին դրական մտածենք, որ լավ լինի։ Միտքը միշտ էլ նյութական է համարվել, եթե առաջներում մարդիկ այդ մասին չեն իմացել, ապա հիմա գրեթե բոլորս գիտենք, որ միտքը նյութական է, եթե մտածում ենք, մեր միտքը խոսք է դառնում, իսկ խոսքերը իրականություն։ Շարունակեմ քաղել, այս կողմը քաղեմ, որ մի հատ ճոթելածը կա, էդ էլ այս կողմից քաղեմ, ինձ մի հատ լավ օպերատրա պետք, որ ուր գնամ, ինձ նկարահանի, կամ էլ պտտվող տեսախցիկ, որ մի հատ սեն ճտտասնեմ, ասեմ այս կոմ պտտվի, ասեմ են կոմ պտտվի։ Ահա, դրա մասին ես վաղուց էի մտածում, հիմա էլ իմ միտքը իմ կամքից անկախ խոսք դարձավ եւ թող խոսքն էլ իրականություն դառնա, սիրելի հետևորդներ ջան։ Միշտ էլ միամիտ ասված զրույցները, որ սենց միամիտ ասելով, այսինքն անկեղծ էլի, անկեղծ ձևով արված զրույցները Աստված ավելի շուտ է լսում եւ ավելի արագ է կատարվում։ Չգիտեմ, թե ինչքան եմ վլոգ պատրաստել իմ եւ ձեր համար, ինչքան րոպե ա ձգվել, բայց քանի որ բոլորդ էլ զբաղված եք, իմ շատ հետևորդներ իմ նման գյուղի գործեր են անում եւ ժամանակ չեն ունենում, ասենք, հա, էլի նայում են, երբ որ տուն են նստում գործերն ավարտում են, որի համար շնորհակալ եմ, որ բաց չեք թողնում իմ ոչ մի վլոգ եւ դիտում եք։ Եվ ուզում եմ կարճ կապել, որ նայեք իմ վլոգը, հասցնեք ուրիշ բաներ էլ նայել, տեղեկանալ այս աշխարհից եւ ձեր հանգիստը վայելել, սիրելի հետևորդներ ջան, այս մի վեդրան լցվեց, մի հատ էս կտանեմ վերել, ծաղիկներն էլ կտանեմ, որ չթոռոմի, հետո կգամ այն մնացած թուզը, արդեն այս մի ծառի վրա էլ ոնց որ մի հատ, երկու հատ եմ տեսնում, ու դեռ երկու ծառ էլ կա, այն էլ կքաղեմ։ Եթե դեռ մութն ընկած չլինի, դե չգիտեմ էլի հաջորդ քայլը ոնց կլինի, վերևից արդեն իմ վլոգը նորից ձեզ կմիացնեմ եւ կտեսնեք, թե ընդհանուր ինչքան վերքահավաքարեցի իմ արձակուրդի այս երկու օրերին, որը սկսվել է արդեն։ Քունջս վերցնեմ։ Ու այսենց բերք ու բարիքով, ծաղկե փնջով գնամ տուն։ Որոշեցի այս գրաֆինայում ծաղիկներս դասավորեմ, որ ավելի իրանց լավը զգան։ 8-ն անցա, սիրելի հետևորդներ ջան, ոնց որ թե մի 10-15 րոպե արդեն շուտ ա մթնում։ Ստեղ դասավորեմ, իրանք շատ ջուր սիրող ծաղիկներ են, ու հենց թփից պոկում ենք, սկսում են թոռոմել։ Հիմա որ կդասավորեմ ստեղ, կարճ պոչիկները ներքևի մասը կսիրունացնեն, երկար պոչիկովը արդեն վերևի հատվածը ու կդառնա սիրուն բուկետ։ Անմիջապես ջուրը կխմեն ու կթարմանան ստեղ։
Նաև շուտ ծալվում, կոտրվում է այս իրանց ցողունը, միանզգուշ շարժում և կոտրվում է, մի քիչ ազատություն տամ, եթե տենամ իրանց ստեղ ոնց է, կարող է փոխեմ այն մի ծաղկամանի մեջ, սկզբի համար, սենց ավելի արագի համար, այս վերցրի, մի հատ շունչ քաշեն, հենց ջուր խմեն, արդեն նառույգանալու են։ Այս կողմ բերեմ, ուզում եմ ձեր կողմն ավելի սիրունացնել, որ նայեք, ժպտակ և լավ զգաք։ Բայց այստեղ էլ կմնա, քանի որ իրոք շատ եղավ էլի, այն մեկի մեջ ավելի խիտ կլիներ, ոնց որ թե խեղդված կլինեին։ Տան ներսը նույնպես շատ շոգ է, հավանաբար հենց այստեղ քո թուկի վրա էլ կթողամ։ Անձրև չկա, տոթ է։ Եթե անձրև էլ լինի, իրան չի խանգարում, ավելի լավ։ Ստացվեց։ Ցույց տամ, թե ինչքան թուզ եմ քաղել, նաև ծտի կերած կա, հենց կա, որ լավ էլ կերել են, հեսա, այս մեկից այս ամնում, այս էլ կջոկեմ, կջոկչկեմ, հավերիս կտամ, այս լրիվ սպիտակ թուզն է, սիրել հետևորդներ ջան, նաև ուզում եմ ձեզ մի շատ կարևոր բան ասել, թզի վերաբերյալ, ես որ թուզը քաղում եմ, նկատում եմ, որ եթե թուզը լավ հասունացել է, բայց դեռևս չի ճոթվել, ստեղ մենակ երկու հատ կա ճոթված, սա լավ հասունացած թուզ է համարվում, ու որ պոչից պոկում ենք, էլ կաթը չի գնում, այսինքն ինքը լավ հասուն է արդեն, ու այդ կաթը լրիվ իրա մեջ է։ Իսկ որից որ կաթը անմիջապես գնում է, նշանակում է նա դեռ հասունանալու տեղ ունի։ Իսկ հիմա ստեղի սպիտակ թզերը ջոկեմ ստեղ, առանձին թող լինեն, իմ արած վերքահավաքը, շատ հասունացածները շուտ ես կուտեմ, իսկ մնացածը նույն ձևի անձեռոցիկով էլի փաթաթելու և պահելու եմ իմ ընտանիքի համար, սիրելի հետևորդներ ջան, կարելի ասել մի վեդրո էլ սպիտակ թուզ եղավ, այս ամանը լավ քամիկն էի վերցրել, ինքը լավ տարողունա կա, այս էլ էր սպիտակը, հա, և այսքանը սպիտակ թուզ քաղեցի, այս կլորվում է, ենքան կլորիկ թմբլիկ է, այսենց, դե երեկ էլ որ մոշն էի քաղել, մոշը սառնանում է, մոշի հարցով վաղն եմ զբաղվելու, այս էլ կարմիր թուզը, սիրելի հետևորդներ ջան, կարիք չկա, որ մոշն էլ բերեմ այստեղ, ասեմ բա տեսեք, երկու օրում ինչքան բերքահավաք արեցի, քանի որ նույն վլոգի մեջ է, արդեն ձեզ պարզ է։ Այս քաղածս թուզը շատ տաք է, արևի տաքությունը դեռ իրա վրա է, ըստեղ մի քիչ կթողնեմ, այդ տաքությունը դուրս կգա, այս օր որ այա հովը կընկնի, ոնց ասած կհանգստանա նաև միրգը, հետո կզբաղվեմ իրենով, կմշակեմ, ամենալավերը էլի նույն եղանակով կփաթաթեմ անձեռոցիկի մեջ ու կպահեմ սառնանում իմ ընտանիքի համար, որն էլ որ ծիտը կերել է, այսենց իմ հավերի առաջը կլցնեմ, իրանք էլ անուշ կանեն և արդեն վլոգս կամաց ավարտեմ, լավ եղեք, առողջ եղեք, երջանիկ եղեք, սիրելի հետևորդներ ջան, մինչ հաջորդ վլոգ, պակա, պակա, պակա։